Ամեն, Փառք Հիսուսին, Փառք Հիսուսին, Փառք Հիսուսին, թանկագիներս, Տերը օրհնի ձեզ։ Զորեղ Աստծո ժողովուրդ, իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի, քո պահապանը չի քնում։ Ահա քո պահապանը, որ չի ննջելու եւ չի քնելու։ Տերը քո պահապանն է, Տերը քեզ հովանի է քո բոլոր ձեռքի գործերի մեջ, քո ձեռքի գործերի մեջ Տերը հովանի է, ինչ ձեռնարկելու ես, նա տեղյակ է եւ հովանավոր է լինելու, որ այդ քո ձեռնարկած հավատքի քայլերը իրականություն դառնան քո կյանքի մեջ։ Թանկագինս, նա ով որ քեզ հովանի այսօր կանգնել, նրա կարողությունները երբևիցե չեն սպառվում։ Բաց թող նրա կարողությունները, բաց թող նրա զորությունները, արա այդ հավատքի քայլը, թռիր ուղակի նրա գիրկը, թռիր, ցածկիր նրա գիրկը եւ թող նա տանի քեզ։ Ցերեկը արեգակը չի զարկելու քեզ եւ ոչ էլ լուսինը գիշերը։ Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից։ Նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը։ Այսուհետ մինչև հավիտյան։ Թանկագինս, ում որ վստահում ես, ում որ հավատում ես, ում վրա որ հենվել ես, նա անսասանա։ Եվ ցերեկը եւ գիշերը դու ապահովված ես։ Եվ այն գործերը, որ դու ձեռնարկել ես, նա տեղյակ է այդ ամենից, ու նա քո հետ է։ Ու նա իր կարողությունները արտահայտելու է, ներկայացնելու է քո կյանքի մեջ։ Գիտես, ուրիշ տեղ չկա, որ Աստված ցույց տա իր ձեռքը։ Ուրիշ պարագա չկա, ուրիշ գործ չկա, ուրիշ տեղ չկա երկրի վրա, վայր չկա, որ Տերը կարա ցույց տա իր գործը, ինչ կարա ինքը անի եւ ինչա անում։ Էդի դու ես քո կյանքն է։ Ամեն։ Տերը օգնի քեզ թանկագին եկեղեցի։ Այսօր առավոտը Սուրբ Հոգին ինձ նոր բան տվեց։ Ուզում եմ դրա մասին խոսամ, շատ կարևոր թեմա է։ Հնարավոր է կարող է ես արդեն սրա մասին խոսացել եմ, էսի լինի կրկնողություն, բայց թող Պողոսի խոսքերը հիշենք, որ ասում է կարող է կրկնվեմ, բայց այս կրկնողությունը թող ձեզ ձանձրույթ չլինի, այլ հաստատություն լինի։ Ուրեմն չխաբվես օծից։ Չխաբվես օծից։ Օծի կողմից չխաբվես։ Այնքան հետաքրքիր է մարդկությունը ինքը շատ հետաքրքրասեր է, այսօր էլ շատ հետաքրքրասեր է, ու մարդկությունը անհամբեր է ու շտապում է։ Միշտ ուզում է հենց հիմա, ուզում է իմանա նորը, բոլորին հետաքրքիր է։ Ինչ եղավ, ինչա լինելու վաղը, ինչ եղավ հիմա, ինչա լինելու իր հետ, ինչա լինելու այն մեկի հետ, ինչա լինելու իմ հետ, չէ՞։ Գիտես էսի ուման ինչա հիշացնում։ Էսի այն մարգարեություններ օծի, որ ինքը մարգարեացավ Եվային։ Ինքը ասեց Եվային, ինչ արեց։ Այո, Աստված ասեց, որ ուտեք, չէ, կմեռնեք եւ այլն, բայց չեք մեռնի։ Դուք Աստծո նման եք դառնալու։ Դուք կարողանալու եք ճանաչել չարն ու բարին։ Ու այսօր ես ու դու իրականում մենք այսօր ճանաչում ենք չարն ու բարին։ Չէ՞։ Ով չի ճանաչում չարն ու բարին։ Մենք ճանաչում ենք չարն ու բարին, բայց փաստորեն թանկագիներս, այդ չարն ու բարին ճանաչելու մեջ այդքան էլ մենք տենում ենք այսօր, որ այդքան էլ օրհնություն չկա։ Այդքան մենք տենում ենք, որ Աստված ասես կմեռնեք, իրականում մենք մեռնում ենք։ Դա իրականությունն է։ Ու գիտես, այդ հետաքրքրությունները մարդու այսօր շարունակվում են ու հնարավոր է որ հենց այդ հետաքրքրությունները մարդուն կարող են տանել հերվածնել Աստծուց, տանել մի ընթացք, մի ճանապարհ, մի իրադարձության մեջ, որտեղ Աստծո կամքը չի։ Ու գիտեք, ես ու դու մի բան պետք է հասկանանք։ Մենք կարող ենք շատ բան իմանալ, մենք կարող ենք շատ գիտելիքներ ունենալ, բայց որտեղ չկա Աստծո հոգին, այնտեղ չլինի ճանաչել։
Հասկանում եք ինչ եմ ասում։ Մենք կարող ենք գիտեք ռուսերեն այնքան լավ է հնչում, ես այս նախադասություն ուզում եմ ռուսերեն ասեմ, որ ավելի լավ ըմբռնեք։ Мы можем знать, но не можем познать։ Մենք կարող ենք իմանալ, բայց չենք կարող չճանաչել։ Մենք կարող ենք իմանալ, մենք կարող ենք իմանալ, որ լինելու է օրինակի համար այն ինչ որ իրադարձություն է տեղի ունենում, չէ՞։ Դուք չհասկացաք ինչ ասեցի։ Այդ ֆրանսերեն չեմ կարող ասել։ Հայաստանում գիտեք մի բան էր, լավ, որ ինչ ասում է բոլորը հասկանում Ստեղ երեխեքը մեկ-մեկսից լավ են, ես ինչ ա խոսում։ Թանկագիններս մենք կարող ենք իմանալ, բայց կարող ենք չճանաչել։ Էսի շատ կարևոր է։ Ուրեմն ի՞նչ է գիտելիքը։ Գիտելիքը դա պատրաստի տեղեկատվությունն է, փաստեր է, տվյալներ է, որոնք կարելի է սովորել, որոնք կարելի է փոխանցել եւ որոնք կարող ենք պահպանել։ Իսկ ճանաչելը ինչ է, դա կենթանի գործընթացը բացահայտման, որոնման եւ ճշմարտության անձնական ընկալումն է դա, որ դու դա ներսից գիտես, որ դու դա այն որ ասում են ուղնուծուց է, այն ամեն ինչը, ամեն նրբությունը դու ունես իրան, դու գիտես։ Հիմա սիրելիներս, այսօր մենք մի դարաշրջանում ենք ապրում, որ ամեն բան նոր տեխնոլոգիաներ, ամեն բան տանում է արագացված։ Եթե ինչ-որ մի հատ թեմա է քեզ հետաքրքրում, դու կարաս այդ թեման միանգամից իմանաս, այդ թեմայի մասին շատ ինֆորմացիաներ գտնես ինտերնետի միջոցով, թե ուրիշ ինֆորմացիաների միջոցով, բայց դու չես կարող, դու կարաս դա մակերեսային իմանաս, բայց դու չես կարող այն ոնց ասած ներքինը, հա, միջուկը, իսկականը։ Օրինակի համար այսօր հենց վերցնենք ChatGPT-ին։ Յուրաքանչյուր հարց ինքը պատասխանում է։ Ինձ շատ մի հատ լուր շատ sense ոնց որ ասած մեջս վաղ բարձրացեց, որ լսեցի, որ ChatGPT-ն օգնում է մարդկանց, որ ինքնասպան լինեն։ Մի երիտասարդ ուզեցել է ինքնասպան լինի ու ChatGPT-ի հետ կիսվել է, երկար խորհրդակցությունից հետո միևնույն է ինքը տարել է նրան, որ ինքը ինքնասպան է եղել։ Հետո մի հատ ուրիշ բան իմացա, որ այսօր շատ հոգևոր երկրպագության երգեր, փառաբանության երգեր ինտերնետում կարաս գտնես, որ դա արածա ChatGPT-ի միջոցով։ Քարոզներ կարան լինեն ChatGPT-ից արած։ Կարծես թե գիտես, սենց ճշմարտությունն է, կարծես թե լավ բան է, կարծես թե լավ երաժշտությունն է, լավ բառեր են, բայց գիտես հետստեղ ինչն է կարևորը, որ մենք չենք կարա տարբերենք չարը բարիից։ Այսինքն տեսեք, թե սատանան մի հատ կարևոր գործի վրա է աշխատում, ինքը ուզում է հոգին հանի։ Գիտեք, կարծես թե լավ է ամեն բան, բայց մեջը կենթանություն չկա։ Մեջը չկա Աստծո հոգին։ Կարծես թե լավ բառեր են, լավ նախադասություններ են, հավատքի բառեր են, հա, քարոզա, բայց չկա դա Աստծո հոգով չի դրված։ Երաշտությունն է, բայց Աստծո հոգին չի գրել։ Հասկանում եք, այսինքն սատանան այսօր աշխատանք է տանում այն բանի վրա, որ մարդը չարը բարից չտարբերի։ Սկզբից ինքը ամեն ինչ արեց, որ մարդը ճանաչի չարն ու բարին, հիմա հակառակ կողմն է աշխատում։ Ես ու դու կարանք հեշտությամբ խաբնվենք ու մոլորության գնանք։ Օրինակի համար թանկագինս, այսօր շատ կարող ենք հանդիպել քրիստոնյաների, ովքեր, հա, ես տանից լավ էլ քարոզը լսում եմ, լավ էլ փառաբանում եմ։ Գիտեք, մենք էլ մի օր տան մեջ դա անում ենք ու ծնվեց այս եկեղեցին։ Բայց հիմա որ նորից մենք մնանք տունը,
Հասկանում եք, ու ասենք մենք տան մեջ էլի փառաբանում ենք էլի եւ այլն ու եկեղեցի չեն գնում։ Այսի արդեն սխալ է։ Այսի արդեն սրա մեջ հոգի չկա, հասկանում ես։ Նորից եմ ասում, թանկագինս, քո խոհանոցում դու չես կարող Աստծո պաշտել։ Դու Աստծո պետքա պաշտես իր տան մեջ։ Դու չի ասում ննջարանում լույսը վար կպահես։ Որտեղ վար կպահես։ Իմ տան մեջ, չէ՞։ Որտեղ Աստծո տան մեջ, իմ խորանի մեջ, իմ տան մեջ լույսը վար կպահես։ Դրա համար թանկագինես, այսօր գիտես ամեն ինչի վրա աշխատում է սատանասը, հեղեղում է ուղակի։ Առաջ եթե ես հիշում եմ դպրոցական տարիներին, եթե ինչ որ մի հատ թեմայի մասին մեզ հանձնարարություն էին տալի դպրոցում, մենք պիտի գնայինք գրադարան, գտնենք եսին որ հատոր հանրագիտարանը, ով է հիշում այդ կանաչ բաները սենց, որ գրքի էր նման։ Հովի կաբինետում էի ու իր պահարանի մեջ դրած էր, հով Վահեի հետ նստած ենք, սուրճ ենք խմում, եկել, ասում սրանք ի՞նչ է։ Ծիծաղում է։ Գնում ենք գրադարանը, տենց տեղ կար, որտեղ ամբողջ այդ շենքը լցված էր գրքերով, գտնում ենք համապատասխան հատորը եւ այլը ու բացում ենք ինֆորմացիան քաղում, հանում ու իմանում ինչ-որ բան։ Այսօր ոչ միտեղ պետք չի գնալ։ Այսօր սաղ բերել է մեր մոտ։ Գիտեք, մի կողմից էսի լավ է, բայց մի կողմից էլ արդեն մեզի թանվալացրել է։ Հասկանում ես, երբ որ դու ինչ-որ բանի համար աշխատանք չես տանում, ինչ որ բանը ձեռք չես բերում մի քիչ ոնց որ ուժ գործադրելով դու այդքան էլ չես գնահատում, այդքան էլ չես կարևորում։ Այսօր հասարակ այլ է, ուզում ես ինչի մասին ուզում ես, թեման վարքյաներ խփում ես, բացում է։ Հիմա տես, շատ կարևոր է թանկագիներս, որ ես ու դու կարողանանք տարբերենք ու կարողանանք զգայուն լինենք հոգևորը որտեղ է ու ինչի մեջ է։ Որովհետև սիրելիներս, գիտելիքները էդի մարդկային կուտակումներ է, մարդկային կուտակումներ, ձեռքբերումներ է, որ դու կարող ես սովորել ունենալ քո մեջ։ Բայց ճանաչելը դա անձնական ընթացք է, անձնական ճանապարհ է, որ դու դրա մեջով անցել ես ու դու գիտես։ Հիմա ես քեզ բացատրեմ, այստեղից ոնց կարող ես Հայաստան գնալ, օրինակ եմ բերում։ Գնում ես Հռոմում տերմինալ ես փոխում, ուրիշ տերմինալից վերջում ես ուրիշ ուղղաթիռ ու գնում ես Երևան։ Ինչքան ես քեզի ասեմ, դու էդի կիմանաս։ Չէ՞։ Գիտություն կունենաս դրա մասին, բայց երբ որ դու ինքդ գնաս այդ ճանապարհով, դու արդեն կճանաչես էդի։ Դրա համար թանկագիներս, հիմա ես ձեզ ինչքան բացատրեմ Աստծո հետ քայլելը ինչ է, Աստծո հետ ապրելը ինչ է, դու դրա մասին կիմանաս, բայց քանի դու չես սկսել քայլել, դու չես սկսել նրա հետ շարժվել, դու չես կարա իրան ճանաչես։ Ես հետո ասելու եմ ոնց կարող ենք ճանաչել մենք Աստծուն։ Ով է ուզում իմանա։ Բայց միջև դրան անցնելը մի բան եմ ուզում ասեմ։ Ով է կարդացել ավետարան։ Դուք ճանաչում եք Աստծուն։ Հիմա տեսեք։ Հիշում եք Հիսուսը ասում է, որ ժայռի վրա է տունը պետք կառուցել։ Ում ասում։ Ում ասում։ Իրան հավատացողներին, չէ՞։ Այսինքն ինչ է նշանակում, որ փոթորիկներ է լինելու, չէ՞, փոթորիկներ է լինելու։ Մի հատ ուրիշ դրվագ հիշենք։ Հիսուսը քնած էր նավակի մեջ, Տերորդնի գանձ, նավակի մեջ։ Այսինքն, երբ որ Հիսուսը նավակի մեջ քնած էր, պիտի փոթորիկ չլիներ։ Ում հետ էր ինքը։ Իրա մտերիմների, աշակերտների հետ քնած էր նավակում ու նավակը ինչ էր անում։ Խորտակվում էր։ Այսինքն տեսեք,
Թանկագինես, այսօր հնարավոր է իմ ու քո կյանքում մենք ասենք, գիտեք, մենք Աստծուն ճանաչում ենք, պաշտում ենք Աստծուն, երկրպագում ենք Աստծուն, հավատում ենք եւ այլն, քայլում ենք նրա հետ, ճանաչում ենք, բայց փոթորիկներ են գալի, տունս իրար է գալի։ Փոթորիկներ են գալի, պահա գալի, որ պիտի խորտակվեմ։ Բայց դες Հիսուսը ստեղ ուրիշ բան ան։ Ուրեմն թանկագիներս, մենք ապրում ենք Աստծո հետ, հրաշալի ամեն բան, մեկ էլ մի պահ գալիս է, որ քեզ թվում է պարտքերը այնքան են շատացել, որ խորտակվելու ես, կամ էլ այնքան հարցակումներ կա քո վրա, որ էլ չգիտես ինչ անես, ոնց անես։ Գիտես, մի հատ քեզի սուպեր-պուպեր հայտնություն եմ ուզում տամ։ Պրոստը ոչ մի բան պետք չի անել, ուղղակի արթնացրու Հիսուսին։ Ուղղակի արթնացրու Հիսուսին ու ասա, գիտես, ես դժվար վիճակի մեջ եմ ու քո կարիքն ունեմ։ Իսկ երբ որ տունը տատանվում է, բայց դու գիտես, որ քո հիմքը ժայռ է, մի վախեցի։ Ինչ էլ ուզում է լինի, տունը կանգնելու է։ Ինչքան էլ ջրերը հեղեղվեն, գաղոնը քո տանը չի հասնելու։ Ամեն, ամեն, փառք Հիսուսին։ Թանկագիններս, առանց ճանաչման ճշմարտությունը, միջև որ մենք ճշմարտությունը չճանաչենք ներքուստ, մեր գիտելիքները մնալու են մակերեսային։ Մենք ուղղակի իմանալու ենք Աստծո մասին։ Մենք իմանալու ենք, որ ինքը հրաշագործ է ու ապրենք առանց հրաշքների։ Մենք իմանալու ենք, որ ինքը օրհնության Աստված է, բայց մեր կյանքում բացակային օրհնությունները։ Դրա համար թանկագիններս, ինչն է կարևոր, որ ես ու դու այն ինչ որ մենք գիտենք, էդի գործի դնենք։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ խոսքը, որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։ Թանկագիններս, մենք կարանք ամեն անգամ մենք լսենք Աստծո խոսքը, սովորենք, լսենք, սովորենք, կիրակի օր, շաբաթ օրը լսեցինք, խմբակում կիսվեցինք, հայտնություններով լցվեցինք ու գիտություն, բայց գիտես, բարագան երբ որ գալիս է, որ պիտի քայլեր անես հավատքը, որ երևա։ Գիտեք, այն ժամանակ էլ տեսեք, Պողոսը էլի նույն բանը տեսել է։ Բաներ կա, որ միշտ ուսուցանում են, սովորում են, վերցնում են, բայց անիմաստ, որովհետև չեն հասնում, այսինքն ինչպես կարող ենք մենք ճշմարտության գիտություն ունենալ մեր մեջ, որ Հիսուսը գործ ունի, գործը անում եւ կարող է անել, եւ այդ գործը ես ու դու պիտի բաց թողենք։ Հալելույա։ Հռոմեացիս 10-րդ խոսքից. Եղբայրներ, իմ սրտի փափակն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։ Աղոթում եմ Աստծուն, որ բոլորը փրկվեն։ Խնդրում ենք, որ Աստված փրկի բոլորին, քանզի վկայում եմ նրանց, որ Աստծո հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ գիտակցաբար։ Ուրիշ թարգմանության մեջ sense ասում, նախանձոտ են, Աստծուն նախանձոտ են, բայց ոչ գիտությամբ։ Այսինքն, թանկագիններս, այն ինչը որ մենք ունենք, այն ինչը որ մենք լսում ենք ու սովորում ենք Աստծո մասին, այդ մեր ձեռքբերումները, այդ գիտությունը, եթե էդի նախանձավորություն չառաջացնում, որ մենք Աստծո հետ հարաբերություն ունենանք, ինքը անարդյունք է մեր կյանքում։ Դրա համար մեր իմացածը, գիտես, ինչի համար է ես քիչ առաջ ասում, որ մենք խոհանոցում կամ ուրիշտեղ չենք կարող աստվածապաշտություն անել։ Ինչի համար, որովհետև թանկագիններս, այնտեղ մենք ինչ ցույց տանք Աստծուն։ Շատ կարևոր է, որ մենք մեր կյանքի մեջ ինչ ցույց տանք Աստծուն։ Մենք կարող ենք լինել խոհանոցում աստվածապաշտ, եթե այնտեղ ունենք հավատքի քայլեր։ Մենք կարող ենք լինել աստվածապաշտ փողոցում, քաղաքում, աշխատանքի վայրում, դպրոցում, եթե այնտեղ ունենք հավատքի քայլեր, եթե այնտեղ այն գիտությունը, որ մեր մեջ կա, որ մենք գիտենք, որ ով է Աստված, ինչ է անում, հասկանում եք։ Դրա համար թանկագինես, շատ կարևոր է, որ ոչ թե մենակ եկեղեցում մենք ցույց տանք մեր ով լինելը,
այլ ամենուր, ամենտեղ մենք կարող ենք ցույց տալ մեր ով լինելը։ Ու գիտես, ու երբ որ մենք գալիս ենք այստեղ, մենք մի մեծ բոց ենք վառում Աստծո առաջ ու փառավորում, երկրպագում ենք նրան միաբանությամբ, բայց այն վայրերում, որ մենք գնում ենք մեր տները, մեր աշխատանքը, մեր առօրյան, մեր կենցաղը, այնտեղ էլ կա Աստված։ Այնտեղ էլ կա Աստված, ու այն գիտությունը, որ մենք այսօր ես ու դու ստեղ վերցնում ենք, ստանում ենք, այնտեղ է պետք է ռեալիզացնել։ Ամեն։ Ով է ինձ հասկանում։ Փառք Հիսուսին։ Սիրելիներս, Աստծուն ճանաչելը էդի կրոնական գիտելիքներ չեն, էդի ուղղակի կանոններ չեն, որ ես ու դու պիտի պաշտպանենք, պահպանենք կամ այս կանոնով պիտի ապրենք եւ այլն։ Աստծո ճանաչությունը, աստվածապաշտությունը, Աստծո ճանաչելը էդի ընթացք է։ Էդի ընթացք է, թանկագիներս, էդի կյանք է, որ մենք մեր կյանքով այն արտահայտում ենք, այն արտացոլում ենք, այն ցույց ենք տալի։ Ցույց ենք տալի եւ մարդկանց եւ Աստծուն։ Ոչ թե ուղղակի մեզ, գիտեք, շատերը ինչի են թողում եկեղեցին, ինչ են թողում Աստծո հետ քայլելը, որովհետեւ նրանք չճանաչեցին։ Նրանք ուղղակի սովորեցին, ուզում են, օրինակ մարդիկ են եղել, որ բացատրել են Սուրբ Հոգու մկրտությունը ինչա, աղոթել ենք, որ մկրտվեն, բան, իրանք ուզեցել են մարմնավոր ինչ որ պատկերացումով մտքի եւ այլն էդի ունենան, ձեռք բերեն մարդկային ձևով, բայց մարդկային ձևով մենք չենք կարող թանկագիներս աստվածայինը ձեռք բերել, մենք հոգևոր դաշտ է էդի, պետք է հոգևոր դաշտի մեջ էդի անենք, ամեն, գիտությունը թանկագիներս մենք պետք է մեզ պետք է օգնի, որ ավելի մտերմություն անենք, ավելի մտերմություն անենք Աստծո հետ, էսի է նախանձավորությունը, որ հասկանում ես, օրինակի համար ես գիտեմ, որ Աստված կարող է ների իր մեղքերը, ես ճանաչում եմ օրինակի համար կներես Ամելե ջան, ինքը շատ մեղավոր մարդ է, օրինակի համար ու ես գիտեմ, որ ինքը իրան կարիք ունի Աստծո հետ հաշտության, չէ՞, էսի իմ գիտությունն է, ու ես գիտեմ նաև, որ Աստված կարա իր մեղքերը ների ու իրան օգնի, որ ինքը էլ մեղք չգործի, հասկանում ես, էսի իմ գիտությունն է, էսի նորմալ է, չէ, ես գիտեմ իր կողմը, գիտեմ Աստծո կողմը, հիմա տեսեք, ես որ այդ իմ իմացածը գալիս եմ իրան ասում, գիտես ինչ, Աստված քեզ սիրում է, ուզում է քո հետ մտերիմ հարաբերություններ ունենա, ու չի ուզում, որ դու մեղքի կյանքով տարապես, ու կյանքը տանիմաստանցնի, ուզում է քո հետ հարաբերություններ ունենա, հայր ու դուստր լինի, քաղցր հարաբերություններ, բժշկի քեզ, նորոգի քեզ, վերականգնի քո կյանքը, էսի արդեն Աստված ճանաչությունն է, դու գիտությունը դրեցի, էսի նախանձավորությունն է Աստծո, դու քո գիտությունը դրեցիր գործի, դու օգնեցիր իրան, որ դու ոչ թե գիտես, որ Աստված կա ու ներում է ու բժշկում է, այլ դու եկար իրան ասես, գիտես ինչ, ես կարամ աղոթեմ քո համար ու Աստված կարա քեզ բժշկի, ես կարամ աղոթեմ քո համար կբժշկվի քո սիրտը, քո նեղվածությունը կանցնի, ես կարամ աղոթեմ քո համար, դու կարող ես ներել, ում որ չես կարող ներես, գիտես ինչ, որ շատ ժամանակ մարդը դժբախտ է, երբ որ ինքը չի կարող ների, գիտես, դա դժբախտությունն է, մարդու կյանքում դժբախտությունը, որ ինքը չի կարող, բայց երբ որ դու մարդուն տալիս ես այն ինչ որ դու ունես, այն աստվածային, այն հոգևորը դու փոխանցում ես, ինքը գործի մեջ է անգնում, ու էսի ուղղակի գիտություն չի լինում, էսի լինում է, որ դու ճանաչում ես Աստծուն, դու գիտես նրան, թանկագիներս, պիտի արագացնեմ, Հռոմեացիս առաջին գլուխ, 21-րդ խոսքից, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին,
կամ շնորհակալ չեղան, այլ իրանց մտածմունքներում նույնանացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցան։ Տեսեք, Աստծուն արժանի պատիվ չանելը թանկագինս խավարացնում է սրտերը, ունայնացնում է, դատարկեցնում է։ Այսօր շատ մարդիկ կան, նույնիսկ քրիստոնյաներ կան, որ իրանք կարան 15 տարի եկեղեցի հաճախեն, ապրեն, մեկ էլ մի օր ասեն, «Էս ինչ էր իմ կյանքը դատարկել»։ Գիտես ինչի համար, որովհետև նրանք իմացան Աստծո մասին, ոչ թե ճանաչեցին։ Այսինքն գիտեն, որ Աստված բժշկում է, բայց երբևիցե չհավատացին, որ Աստված կարա հենց իրանց էլ բժշկի։ Գիտեն, որ Աստված օրհնում է, հնարավորություններ է տալիս։ Հա? Հենց հրաշքներ անում, պարտքեր է մարում։ Բայց դա իմ հետ չէ, իրանց հետ։ Հասկանում եք, այսի որ մենք ինքներս այդ մտածելակերպով մենք Աստծուն բլոկ ենք անում, որ ինքը մեր դաշ չմտնի, որ մեր կյանք կփոխվի, բայց իմ մարդը չէ, կհնազանդվի, բայց իմ կինը չէ։ Հասկանում եք, այս մտածելակերպը մենք Աստծուն բլոկ ենք անում, որ մեր դաշ չմտնի։ Ու եթե ինչ ասում, չպաշտեցին Աստծուն, ոնց որ նա արժանի էր։ Այսինքն մենք թանկագիններս ոչ թե մեր ուզածով, մեր պատկերացումով պիտի Աստծուն պաշտամունք անենք, այլ ոնց որ ինքն է ուզում։ Իր կանոնները ինքն է դրել, հասկանում եք, մենք չենք կարող մտածել, մենք չենք կարող ասել, ասենց լավ է, ասենց անենք։ 22-րդ խոսքը, ասելով թե իմաստ ունեն, հիմարացան։ Գիտես, ինչ որ պայմաններ մենք կարանք մեր կյանքի մեջ դնենք, ասենք, սենց լավ կլինի, որ ես Աստծուն պաշտամունք անեմ։ Ու մտածելով, որ ես շատ իմաստուն մարդ եմ, բայց ես կարամ հիմար դուրս գամ։ 23-րդ խոսք, եւ աննեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թրջուների եւ չորկոտանիների եւ սողունների պատկերի նմանության հետ։ Այսինքն անարատ մաքուր Աստծո փառքը փոխեցին ուրիշ բաների, ուրիշ մարդկային պատկերացումների։ Թանկագիններս, այսօր մենք այսօր կարանք տենանք շատ չաստվածների, sense կարելի ասել, հա, որ պաշտամունք են մատուցում։ Գիտես, որովհետև մարդկային մտածելակերպ ու պատկերացում է։ Մարդկային մտածելակերպ ու պատկերացում, մարդկային հնարավորություն, մարդկային հմտություն, շուստրություն, հա, բայց Աստվածը տենց չի ասում, ասում է ես իմ ձևը ունեմ, իմ օրենքներ ունեմ ու ես հստակ ու կանգուն եմ իմ շնորհքի ու փառքի մեջ։ Իրան ոչ մի բանով չփոխեք։ Ոչ մի բանով, չնայեք ինչ որ միտեղից, ինչ որ մեկը կարա գիտես, մի հատ ձիունալ խփի իր դրան վերևը կամ փուշ դնի իր անկողնու վերևը, որ մտածելով, որ էդի չարքը կպահի կամ ինչ որ բրասլետ կապի, որ չարքերը չմոտենան եւ այլն։ Թանկագիներս, էսի մարդու մտածած հմտություններ է։ Էսի Աստծուն դուր չի գալիս sense բաները, որ մենք մտածում ենք, որ մեր օգնությունը ինչ որ այդպես բաների մեջից կարա լինի։ Մի մտածեք, քո օգնությունը քո Տեր Աստծուց է, քո օգնությունը, քո հնարավորությունը քո Տեր Աստծուց է։ Նրա համար Աստված էլ նրանց մատնեց իրանց սրտերի ցանկության մեջ պղծության համար, որ խայտարակեն իրանց մարմիններն իրանց անձերումը։ Գիտես, եթե դու Աստծու վրա հույսը չդրեցիր, եթե քո սպասումները քո Տեր Աստծուց չելան, ամոթով ես մնալու։ Ամոթով ես մնալու։ Եվ 25-րդ խոսքը, որոնք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծվածներին քան թե ստեղծողին, որ օրհնյալ է ի հավիտյանս ամեն։ Ու այսօր մենք տենում ենք ժամանակակից տեխնոլոգիաներում թանկագինս ոնց է, օրինակ հենց այդ արհեստական բանականությունը ոնց է ինքը զարգացել։ Այսօր մարդիկ, ես անկեղծ եմ ասում, ավելի շատ կարաս հանդիպես մարդկանց, որ իրանք հարցը տալիս են արհեստական բանականությանը, քան թե Աստծո խոսքին։ Ինչ որ հարց կա իր կյանքի մեջ, ինքը ուզում է հարցին լուծում տա,
ընտանիքի հետ կապված, անձնականի հետ կապված, ինչի հետ ուզում է լինի կապված։ Հարցը տալիս արհեստական բանականությանը, կա այնտեղ պատասխան, բան չեմ ասում, բայց այնտեղ չկա Աստծո հոգի։ Այնտեղ չկա Աստծո հոգի։ Արհեստական բանականությունը ինքը չի ճանաչում այն հոգուն, որ քո մեջ է, ու ինքը դրա համար չի կարա քեզի ճիշտ պատասխան տա։ Ինքը շատ հեշտությամբ կարա սխալվի։ Ինքը շատ հեշտությամբ կարա փոխի իր պատասխանը, որը քեզ կմոլորացնի ճշմարտությունից։ Դրա համար թանկագինս, այսօր դու քո հնարավորությունը, որ դու ունես, մի փոխի։ Երիտասարդներ, մի փոխեք այդ հնարավորությունը։ Թանկագիններս, առաջ դուք բոլորդ եկեղեցի հաճախել եք, տաճարներ հաճախել եք, այնտեղ տեղ կա, չէ, որ մարդիկ գնում էին ու խոստովանություն էին անում քահանային։ Գիտեք, դա ինչ լավ բան էր։ Դա օրհնություն էր մարդկության համար իրականում։ Բայց տեսեք, սատանան նենց արեց, այսօր չկա դա։ Այսօր չկա դա։ Այսօր մարդիկ գնում են հոգեբանի մոտ։ Ու այդ հոգեբանը ինքը չունի Աստծո հոգի։ Քահանան ինքը ուներ Աստծո հոգի։ Քահանան լսում էր մարդու խոստովանությունը, մարդը թեթևանում էր, մարդը խոստովանում էր իր դժվար պայմանները, իր մեղքերը եւ այլը, ու Աստծո հոգին իրան ազատություն էր տալի, Աստծո հոգին իրան խորհուրդ էր տալի, Աստված ճանաչեցնում էր իրան ճշմարտությունը իր խոսքով։ Քահանան Աստծո խոսքով էր, չէ՞, խորհուրդ է տալիս։ Աստծո խոսքի մեջ կա հոգին, ճշմարտությունը, բայց այսօր թանկագինս, այդ հոգեբանը ինչ խորհուրդ կտա մարդուն։ Հոգեբանի Աստծո քահանաներին փոխեցին հոգեբաների, որոնք գիտությունից է, ոչ թե ճանաչելությունից խորհուրդը։ Նրանք կարդացել են, գիտեն, իրանց փոխացել են գիտելիքներ եւ այլը, ու դրանից խորհուրդ են տալի։ Ու գիտես ինչն է հետաքրքիրը, որ հենց հոգեբանի մոտ չեն հաճախում, նույն խնդիրը վերադառնում է։ Որովհետև չկա հոգի, չկա արմատական լուծում խնդիրին։ Խնդիրի արմատական լուծումը, որ արթնացնես Հիսուսին, ինքը հանդարտ տեսնի։ Ուղղակի հանդարտ տեսնի այն փոթորիկը, որ բարձրացել է խորտակի։ Այդքան բան։ Դրա համար սիրելիներս, ես կանցնեմ առաջ ու արագ ձեզ կտամ 4 կարևոր քայլեր, 4 կարևոր միջոցներ, որի միջոցով դուք կարաք թանկագիններս ավելի մտերիմ ճանաչեք Աստծուն ու մտերիմ հարաբերություն ունենաք Աստծո հետ։ Գիտեք, իրականում Աստված մեզի անզգամի պես չստեղծեց։ Մեզ Աստված ստեղծեց զգայարաններով, ու ով ունի զգայարաններ։ Ով ազգում, որ ստեղ շոկ է։ Ով ազգում, որ ցուրտ է։ Դու համ շոկն ես զգում, համ ցուրտը, Զորո ջան։ Երկուսն էլ կա։ Տեր օրհնի։ Սա ինչ է նշանակում, որ ինքն էլ նույն ձևի զգայարաններ ունի։ Ինքն էլ այսի պետքա ես ու դու թանկագիններս։ Ես ու դու էսի շատ պետքա շատ խորը մենք էսի ընկալենք մեր մեջ, որ Աստված ունի զգայարաններ։ Այսինքն նշանակում է, որ ինչ կարաս անես։ Կարաս Աստծուն նեղացնես։ Կարաս Աստծուն ուրախացնես։ Կարաս Աստծուն հաճեցնես։ Չէ՞։ Այդ նույն ավետարանից եմ խոսում։ Հա՞։ Էլ ինչ կարաս անես Աստծուն։ Գոհացնես Աստծուն։ Էլ ինչ կարաս անես։ Տխրեցնես։ Ինչ։ Բարկացնես, բրավո։ Բարկացնես, էսի շատ փշակաղվեցի անկեղծ եմ ասում։ Փառավորես։ Ամեն։ Սիրելիներս, հիմա տեսեք, եթե որ Աստված այս զգայարանները ունի, ինքը էսի ունի ոչ թե նրա համար, որ ինքը կա այդպես լինի, նրա համար, որ հարաբերության մեջ մտնի մեր հետ։ Հասկանում եք, այս զգայարանները դա հարաբերության համար են։ Ես ու կինս, որ շփվում ենք նամանավանդ Հայաստանում, երբ որ մենակ ենք, ջանփաթիլների տակ ման ենք գալի, գիտեք, այնց ենք կարոտել այդ
հիշում եք, ասենց մի հատ բառ ենք ասում շլոպայա, հա? Այս շլոպայի վրայով քայլում ենք, շլոպ ու ուրախանում ենք ու վայելում ենք կյանքը Երևանի փողոցներով, անկեղծ եմ ասում 3 ժամ, 4 ժամ քայլում էինք։ Մենակ այդ շլոպը լսեինք։ Ձանտակ։ Կարոտել ենք։ Այսի զգարանները։ Հասկանում եք։ Ինչի համար մենք վայելում ենք իրար ներկայությունը։ Ինչով։ Ինչի միջոցով։ Զգարանների միջոցով։ Ամուսինները ինչի են իրար կորցնում, ինչի է բաժանություններ են գնում, որովհետև անջատում են զգարանները, զգացմունքները անջատվում է։ Այդտեղից է սկսում կորուստը, ընտանիքի քանդվելը։ Երեխաները ինչ են կորցնում հարաբերությունը ծնողների հետ, որովհետև արդեն էլ ինչ անում են, չեն նեղանում։ Ծնողն ասում է ոչ էլ պետք է սա, երեխուն էլ դե ծնողը սա էլի։ Հասկանում եք, այդ հարաբերությունը, որ կարա հայրս նեղվի, չէ՞։ Մայրս նեղանա եւ այլն, այս հասկանում եք նույն ձևել մարդը հո միանգամից ինքը ասես չի թաղվում մեղքերի մեջ, ինքը կամած որ կորցնում է այդ զգարանը, որ կարա ինքը այս քայլը անի ու Աստծու նեղացնի, կարա այսպես մտածի Աստված նեղվի, հասկանում եք, եթե ես ու դու գիտակցենք, թանկագիներս գիտակցենք, այսինքն ճանաչենք Աստծուն, որ ինքը զգարաներ ունի ու մեր արարքը, մեր խոսացածը, մեր պահվածքը իր վրա ազդեցություն է թողում, մենք հաստատ իմացեք կատարյալ կշտկվենք։ Մենք շատ շիտակ ու ճիշտ կպահենք մեզ։ Համաձայն եք։ Որովհետև այսօր ով ամուսնացած է, օրինակ տղամարդիկ կամ կանայք, իրանք չեն կարա այնց վարվեն ոնց ուզում են։ Իրանք պետք է այնց վարվեն, որ հաճեցնեն իրանք կանանց։ Եթե չէ, իրանք կկորցնեն։ Չէ՞։ Կամ ուշ է արդեն գնել չէ։ Հիմա պետք է հակառակ կողմի աշխատես։ Հասկանում եք, թանկագինես, նույնը ընկերություն, թեկուզ ամուսիններ չէ, ընկերություն։ Եթե դու ընկերոջդ հետ վարվես այնպես դու ես ուզում, դու այդ ընկերոջդ կորցրեցիր քո կյանքի մեջ։ Ամեն։ Մի քիչ ձանձրացնում եմ ձեզ։ Քնած մարդ կա։ Չէ՞։ Տերը օրհնի գանձերից։ Փառք Հիսուսին, ես շատ ուրախ եմ, որ ստեղ եմ։ Օրհնված ես թանկագինս։ Գնանք առաջ ու այս 4 կարևոր քայլերը ասեմ ձեզի Աստծուն ճանաչելու ու գնանք հաղորդության։ Թանկագիներս 4 ուղիներ։ Առաջինը էդի աղոթքն է։ Երկրորդը Սուրբ գրքի ընթերցանությունն է։ Երրորդը հավատքի գործերն է, չորրորդը հոգևոր պտուղներն է։ Հիմա տեսեք, այս ամեն մեկը իրար հետ կապված են։ Կրկնեմ։ Հա? Առաջին աղոթքը, երկրորդը Սուրբ գիրքը ընթերցելը, երրորդը հավատքի գործերը, չորրորդը հոգու պտուղները, հոգևոր պտուղները։ Հիմա տեսեք, առաջինը Հակոբոս 4:8։ Թանկագինես, աղոթքը ոչ միայն խնդրանքը, այլ աղոթքը մարդու սիրտն է բացում Աստծո համար։ Աստծո առաջ մարդու սիրտն է բացում։ Ու մեկ էլ աղոթքը մի հատ հետաքրքիր կարողություն ունի։ Կա աղոթք, կա զորություն։ Չկա աղոթք, չկա զորություն։ Աստծո զորության պակասությունն է քո կյանքում, ուրեմն աղոթքի պակասություն կա։ Էսի ռեալ իրականությունն է թանկագիներս։ Գիտես ինչ, աղոթքը, ասենց տնական կարելի է թույլ կտակ նա ասես տնական ձևով էս օրինակը բերեմ, էլի։ Մենակ չասեք, ես ինչ էր ասում Հովվը։ Աղոթքը մեզի դուխ է տալի։ Մեզի դուխ է տալի, որ մենք Աստծուն կպնենք։ Աղոթքը մեզի իներցիա է տալի, որ մենք կարչենք Աստծուց։ Ուրիշ ձև չենք կարա մենք։ Ուրիշ հնարավորություն, հնարամտություն չկա, որ մենք կարողանանք Աստծո հետ մտերմություն անենք աղոթքը շրջանցելով։ Դու եթե ուզում ես ճանաչես Աստծուն, պիտի աղոթող լինես։
առանց աղոթքի կյանքի դու չես ճանաչի Աստծուն եւ նրա զորությունը։ Ամեն։ Աղոթքը քեզ օգնում է, որ դու բացես քո սիրտը։ Աղոթքը սրտից խոսակցությունն է, որտեղ մարդը մտնում է Աստծո ներկայության մեջ։ Գովաբանություն, երկրպագություն, փառաբանություն, այս բառերով երբ որ դու դիմում ես Աստծուն, գալիս է Աստծո ներկայությունը։ Որովհետև գիտեք ինքը հիշում եք ինչ ասեց։ Ես որտեղ եմ ապրում։ Երկրպագության, գովաբանության մեջ։ Հիմա թանկագիններս, տեսեք, քայլը մենք պիտի անենք դեպի Աստված։ Հակոբոս 4:8-ը մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Տեսեք, մոտեցեք, ինչպես կարող ենք մոտենալ Աստծուն։ Եթե ոչ աղոթքով։ Մենք ուրիշ ձև չենք կարա մոտենանք Աստծուն։ Մենք աղոթքով մենք ամբողջովին բացվում ենք դեպի Աստված։ Դրա համար ամեն հավատացյալ, ամեն քրիստոնյա ինքը պիտի ունենա թանկագինս իր կյանքի մեջ, պրակտիկայի մեջ աղոթքի կյանք։ Ամեն։ Մատթեոս 6:6 նայեք, անձնական, ինտիմ հարաբերություն Աստծո հետ։ Հիսուսը սովորացնում է, միջև որ հայրմերը կսովորացնի, աշակերտները հարցնում են Հիսուսին, ինչպես հարաբերություն ունենան Աստծո հետ, ինչպես միաբանություն ունենան, ինչպես ճանաչեն, ինչպես այդ իրանց գիտացածը ինչպես գործի դնեն։ 6:6-ում ասում է, երբ աղոթում եք, մտեք ձեր սենյակը, փակեք դուռը եւ աղոթեք Հայր Աստծուն գաղտնի։ Անձնական, մտերիմ հարաբերություն, թանկագինս, Հիսուսը ինքը սովորացնում է։ Ու եկեք հիշենք նրա օրինակից, քանի անգամ ինքը աշակերտներից առանձնացավ, որպեսի աղոթի Աստծուն։ Քանի անգամ ինքը Աստծո որդի էր։ Գիտեք շատերը ասում են, բա ինքը որ Աստծո որդի էր, խեր Աստծուն աղոթում, ինքը իրան աղոթում էր։ Ինքը հորը աղոթում էր։ Ինքը Աստված էր։ Մենք էլ թանկագիններս շատ ժամանակ գիտեք, sense մեկ էլ այնց կյանքը դզվում է, սա sense ամպոյի հետ խնդիր չունես։ Սա sense լավ ավոր հավես ամեն ինչը մեկ էլ դել ինչի համար աղոթես։ Մենք մոռանանք, գիտես, ես չեմ ուզի, որ մեր դժվարությունները մեզ մցնեն աղոթքի կյանք։ Չէ ուզի, որ ամպոն մեզի բրթեր աղոթքի կյանք։ Կամ ուրսավ։ Ես կուզեի, որ մեր ներսին կարիքը, որովհետև մենք պիտի հորը ճանաչենք, որովհետև մենք պիտի հորը դրա համար կարևոր է թանկագինս։ Եթե դու ուզում ես ճանաչես Աստծուն, առանձնացի նրա հետ։ Մտի օրը, շաբաթը, օր դիր, ժամ դիր, մտի դուրդ փակի ու ասա, ես տեղ եմ Հայր։ Ես տեղ եմ, որովհետև քեզ սիրում եմ։ Ես տեղ եմ, որովհետև գիտեմ, որ դու ինձ սիրում ես։ Ես տեղ եմ, որ դու խոսաս իմ հետ։ Հա։ Որ մի սենյակի մեջ ես քնում, կնոջդ հետ, չես կարող առանձնանաս, գնաս այն մյուս սենյակ երեխեքն են, ոչինչ։ Այն ժամանակ, որ կինդ քնած է, դու արթնացի ու ասա ես տեղ եմ, որովհետև քեզ սիրում եմ։ Ես տեղ եմ, որովհետև ուզում եմ դու իմ հետ խոսաս։ Ես տեղ եմ, որ քեզ ասեմ ինչքան շատ եմ սիրում քեզ ու ուզում եմ իմ կյանքը ամբողջովին լիովին դու օգտագործես քո անունի փառքի համար։ Գիտեք, էսի մտերիմ հարաբերությունն է, որը օգնում է, որ մենք ճանաչենք իրան։ Եվ երրորդ տեղը, թանկագիններս, Սաղմոս 145:18-ը։ Տերը մոտիկ է բոլոր դեպի իրան կանչողներին, այն ամենին, որ կանչում են նրան ճշմարտությունով։ Տերը մոտիկ է նրանց, ովքեր որ կանչում են։ Թանկագինս դու չմտածես, որ դու կմնաս Աստծո ներկայության մեջ առանց իր հետ շփվելու։ Երբ որ դու խոսում ես, երբ որ դու ասում ես, ինքն էլ լսում է ու ինքն էլ պատասխանում է։ Ու հետի ես ու դու կարանք իրականացնենք աղոթքի միջոցով։ Հալելույա։ Աղոթքը վստահություն է առաջացնում, թանկագիններս։ Վստահություն է առաջացնում նաև քո պատկանելիությանը։ Դու աղոթքի միջոցով դու ցույց ես տալի, որ ում ես պատկանում։
Անկեղծ հարաբերություններ ա ծնում աղոթքը։ Երբ որ անկեղծ հարաբերություններից հետո քո մոտ համարձակությունն ա ծնվում։ Երբ որ դու Աստծո հետ գիտես սերտ հարաբերությունների մեջ ես, դու արդեն համարձակ ես, որ Տիրոջից խնդրես ինչի կարիքը որ ունես։ Դու համարձակ ես, որ ինչ որ մեկի համար որ աղոթես ինքը բժշկված կլինի, որովհետև զորությունը դու տեսել ես։ Ամեն ու հավատքը զորանում է իհարկե։ Երկրորդը Սուրբ գրքի ընթերցանությունը թանկագինես, Աստծո խոսքն է ուղեցույց, որ ես ու դու ճանաչենք Աստծո։ Գիտես, այդ գրքի միջոցով Աստված պարզ բացահայտում է իր ով լինելը։ Այդ գրքի միջոցով Աստված պարզ բացահայտում է իրան ոնց կարանք ճանաչենք, ոնց կարանք իր հետ շփվենք, ոնց կարանք առանց այս գրքի թանկագիններս շատ դժվար ու բարդ է։ Ինչքան էլ ուզում ես աղոթքի մեջ եղի, եթե դու չբացես այդ բառերը կարդաս, դու չես կարա լսես Աստծուն։ Կարա Աստված հոգին խոսա քո հոգու մեջ, 1-2, բայց գիտես, եթե դու ուզում ես ռեալ հարցերի պատասխան, դու պետք է կարդաս իր խոսքը։ Իր խոսքը կենթանի է։ Երկրորդ Տիմոթեոս 3:16 խոսքը։ Աստվածաշնչի բոլոր գրությունները օգտակար են ուսուցման, ուղղման եւ արդար գործերի պատրաստ լինելու համար։ Թանկագինս ինչը որ գրած աստեղ, էդի դրա համար է, որ քեզ սովորացնի, որ քեզ ուղի, շտկի, ուղղություն տա։ Ու Աստվածաշունչը ինչ անում թանկագինես, մեզ սովորացնում է, մեզ բացում է, թե Աստված ինչ է սիրում, ոնց է սիրում։ Չէ՞։ Դու երբ որ մի աղջկա հավանեցիր, կամ ինչ որ մի հատ տղայի հավանում ես, կամ ընկերու ես հավանում, դու ինչ ես, իր նախասիրություններն է, չէ՞ քեզ հետաքրքիր։ Որ ֆիլմն ես սիրում, որ գիրքն ես սիրում, որ ստեղծագործությունը, չէ՞։ Դե դա հին թվերի բաներ եմ ասում, հիմա չգիտեմ երիտասարդները ինչ են նախընտրում, մեր ժամանակը տենց էր, ինչ գիրք ես կարդում, ինչ կինո ես նայում, ինչ երգիչ ես սիրում, հա։ Նախասիրությունը, սրա միջոցով մենք իմանում ենք թանկագիններս Աստծո խոսքի միջոցով նրա նախասիրությունները։ Ու գիտես, եթե դու իր նախասիրությունը չգիտես, դու ոնց կարաս իր հետ ընկերություն անես, ոնց կարաս իր հետ մտերմություն անես, ոնց կարաս իրան ճանաչես։ Հալելույա։ Ու գիտես, երբ որ դու ճանաչում ես իր նախասիրությունները, էսի քեզի մի հատ լավ բան անում քո կյանքի մեջ, դու սկսում ես փոխվել, քո կյանքը սկսում է փոխվել, ահա որից է գալի մեղքի ազատումը, հասկանում ես, դու խեն մարդիկ շարունակում մեղք գործել, որովհետև չեն գիտակցում, որ Աստծո դուրը չի գալի, չեն գիտակցում, որ Աստծո այդ հարաբերությունները ավելի քաղցր է, քան մեղքը, չեն իմանում, չգիտեն, չեն ճանաչում, դրա համար շարունակում են այդպես ապրել։ Սաղմոս ամենաերկար Սաղմոսը որն է Զորո 119 105-րդ խոսքը Քո խոսքը լապտեր է ոտքիս համար եւ լույս ճանապարհներիս համար ուղղության համար քո խոսքը լապտեր է հանկագինս լապտերը ինչ անում լուսավորում է քո ընթացքը գիտես հավատքը ինչ է Հավատքը, երբ որ դու չես տենում, մշուշ է, բայց քայլ ես անում, գիտես, որ չես ընկնելու, չէ՞։ Այ խի, որովհետև Աստծո խոսքը ունես քո կյանքի մեջ, որ դու ուր գնաս իր այդ չես ընկնելու։ Այ դրա համար։ Հասկանում ես, այս է լուսավորում, որ մենք չտեսած բաները լուսավորում է, որ վստահեք ինձ, եկեք իմ հետևից։ Հալելույա։ Եզեկիել 2-րդ խոսք։ Երեխաս խոսի նրանց հետ, որպեսզի լսեն, բայց քո խոսքը նրանց համար կրակ է, որը զարթնում է։ Թանկագիներս, դու ուղակի գիտես
ոնց կարամ զգացմունքս արտահայտեմ, ես չեմ կարա ճանաչեմ իրան, առանց իրա բնավորությունը իմանալու, առանց իրա բնավորության մասին, դու մարդուն ոնց ես բնութագիրը, չէ, Աստծո խոսքը իրա բնութագիրն է, Աստվածաշունչը Աստծո բնութագիրն է, մեզ ներկայացնում է իրա բնությունը, իրա էությունը, իրա ով լինելը, դա շատ կարևոր է, որ ես ու դու էդի ունենանք մեր կյանքի մեջ, ամեն, թանկագիններ շատ հոգևոր բաներ եմ խոսում, շատ ծանր է, բայց պիտի էսի ընդունեք ձեր կյանքի մեջ, գիտես, ես կուզեի ձեզ հիմա ոգևորեի և այլն, բայց էսի շատ կարևոր գործ է, էսի շատ կարևոր գործ է, որ դու պիտի անես ու քո կյանքի մեջ դնես, ամեն, անցնենք առաջ հավատքով գործերը, Եբրայեցիների 11:1 հավատը դա այն է, ինչ մենք վստահում ենք, այն ինչ ակնկալում ենք չտեսնելով, հավատքը մեր թանկագիներս մեր կյանքում է պետք, մեր քրիստոնյա կյանքում, որ էդի խոսքերով չենք արտահայտում, այլ ուղղակի մեր կյանքի գործերով մենք ցույց ենք տալի մեր Տեր Աստծուն։ Ղուկաս 6:46 Ինչու ինձ ասում եք Տեր, Տեր, բայց չեք անում այն, ինչ ես ասում եմ։ Թանկագիներս, մենք չենք կարա Հիսուսին Տեր, Տեր ասենք առանց իրա կամքի մեջ լինելու։ Նա մեր Տերն է նրա համար, որովհետև մենք նրա կամքի մեջ ենք։ Մենք նրա կամքի մեջ ենք, ինչպես մեր գործերով, մեր հավատքի քայլերով ենք նրա կամքի մեջ։ Ամեն։ Ու Հակոբոսը 2:17 խոսքում կասի հավատքը առանց գործերի մեռած է։ Հավատք, որը չի իրականացնում, չի արտահայտվում գործերով, Աստված չի ճանաչում այդ հավատքը։ Եթե ես ասում եմ, ես Աստծուն սիրում եմ, ուրեմն ես ինչ որ բաներ եմ անում, որ ինքը տենա, որ ես իրան սիրում եմ։ Այսինքն ես ուղղակի բառեր չեմ ասում, որ ես իրան սիրում եմ։ Ես իմ գործերով, իմ քայլերով ցույց եմ տալի, որ ես իրան սիրում եմ։ Կենթանի հավատքը նա է, որ երբ որ մարդը իր գործողություններով արտացոլում է, ինչին է նա հավատում։ Գիտես, եթե քո գործերը, քո ապրելաձևը, այսինքն ցույց է տալի, որ Աստված կա, զորավոր է, դա Աստված տենում է։ Եթե քո կյանքը ցույց է տալի, որ Աստված չկա, չկա Աստծո զորություն քո կյանքի մեջ։ Ամեն։ Եվ չորրորդը թանկագիներս շատ կարևոր է, որ ես ու դու այս 4 բանը, որ ես ասեցի Աստված ճանաչելու, մեզ Աստված ճանաչում է, չէ՞։ Մենք ուզում ենք Աստծուն ճանաչենք։ 4 ուղղություն, 4 հնարավորություն Աստծուն ճանաչելու, դա մենք պիտի անենք։ Մենք պիտի անենք։ Ինքը բացվել է մեզ ամեն ձևի։ Ու այդ ոնց ասած հանելուկ չէ, այդ բառը ոնց է, չէ, գաղտնիքը, այդ գաղտնիքը մենք պիտի հասկանանք ու մենք ինքներս բացենք, հասկանում եք, ինքը չի փակ է, ինքը ամեն ինչ բացել է, պրոստը եթե մենք էդի չբացենք, չուսումնասիրենք, էդի տենց էլ գաղտնիք կմնա, ու մենք չենք իմանա էդի, դրա համար այս քայլերը, որ ես ու դու անենք, մենք կճանաչենք Աստծուն, ամեն, հոգևոր պտուղները թանկագինս, որոնք են հոգևոր պտուղները, Գաղատացիների 5:22-23-ը, սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, հեզություն, հավատք, զսպվածություն, այս հատկանիշները ցույց են տալիս Աստծո ներկայությունը քո կյանքում։ Թանկագիններս, Աստված չի ստիպելու ինձի հնազանդություն անեմ, բարություն անեմ, սիրեմ, Աստված չի ստիպելու, Աստված էդի տվել է ինձի այդ շնորհքը,
որ ես էդի անեմ։ Ու գիտես, երբ որ ես ուզում եմ, կա խաղաղություն։ Երբ որ ես ուզում եմ, կա ուրախություն։ Երբ որ ես ուզում եմ, կա սեր։ Այդտենց չի կարա լինի թանկագինս, որ ես չուզենամ լինի խաղաղություն ու խաղաղություն լինի։ Չեմ կարա ես բարկության մեջ խաղաղություն փնտրեմ։ Բախի ես բարկացա, որովհետև ես թույլ տվեցի իմ զգացմունքներին, դրա համար բարկացա։ Ամեն։ Դրա համար թանկագիներս, որպեսի ճանաչվի Աստված մեր կողմից, մենք էլ իրան նման պետք է լինենք։ Ամեն։ Մատթեոս 7:16 է։ Նրանց պտուղներից ճանաչեք նրանց։ Հիսուսը ստեղ մի հատ հետաքրքիր ծառների մասին օրինակներ է բերում ու բարի ու չար ծառների պտուղների մասին է խոսում։ Թանկագիներս, այսօր իմ ու քո պահվածքով մենք կճանաչվենք։ Մենք Աստծուն ճանաչում ենք, թե չէ։ Իմ ու քո պահվածքով, իմ ու քո քայլերով, իմ ու քո հավատքով մենք կերևանք։ Եբրայեցիների 12:11 ամբողջություն, համբերություն եւ ցնորքներ, հոգու առաջնորդության նշան։ Թանկագինս պտուղները պետք է խորքային լինեն, ոչ ձևական։ Մեր կյանքում, եթե ես համբերատար եմ, եթե ես սիրում եմ, եթե ես բարի եմ, դա պետք է ձևական չլինի մարդկանց ցույց տալու համար։ Դա պետք է ձևական չլինի եկեղեցում եմ, ես համբերատար եմ։ Եկեղեցում եմ, երեխուս վրա չեմ վատ բառեր ասում, բայց տանը խոհանոցում ես իրավունք ունեմ վատ բառեր, անեծքներ բաց թողեմ երեխու վրա։ Հասկանում եք թանկագիներս, չի կարելի։ Չի կարելի։ Մեր աստվածապաշտությունը, մեր հոգևոր պտուղները, դա պետք է տենա Աստված։ Աստված պետք է տենա։ Իրան պետք է դա հայտնի լինի։ Մեր հավատքը, մեր հավատքի քայլերը, հավատքի հռչակումները, թանկագինես, դա ամեն օր պետք է լինի մեր կյանքի մեջ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Այսքանով կարծես թե վերջացրեցի։ Ես հիմա կոչ կանեմ ձեզ, իմ թանկագիններս, որ մենք միասին կանգնենք աղոթքի Աստծո առաջ, ու միասին աղոթք կանենք։ Սիրելիս, եթե մի ճանապարհ հեշտությամբ քեզ տանում է խաբուսիկ օրհնությունների, մի տրվի դրան։ Մնա հաստատում այն ճշմարտության աղբյուրի վրա, որ Աստված է ստեղծել ամեն բան։ Ամեն բան Աստված է ստեղծել, ու Աստված ունի ու գիտի դրա մասին։ Եկեք միասին աղոթք անենք մեր Տեր Աստծուն։ Ամենակարող Հայր Աստված, զորեղ Արքա, շնորհակալ ենք քեզ, որ այս դժվար պայմաններում Տեր Աստված, այս խաբուսիկ, հետաքրքրասեր պայմաններում Տեր իմ Աստված, դու կարողանում ես քո ճշմարտությունը Տեր Աստված մեր մեջ պահել։ Զորեղ Արքա, փառած Տեր, ես խնդրում եմ, որ քո կրակը ավելի վառես մեր կյանքերի մեջ, Տեր։ Հանուն Հիսուսի, հանուն քո որդու Տեր իմ Աստված։ Հանուն քո որդու զորեղ Արքա, որ մենք ավելի ճանաչենք քեզ, որ մենք ավելի մտերմանանք Հիսուսի հետ, Տեր Աստված նրա խոսքի միջոցով, նրա կոչումների միջոցով, Տեր իմ Աստված, մենք ավելի մտերմանանք քո հետ, Տեր, եւ երբևիցե մենք չխաբնվենք, Տեր իմ Աստված, եւ չտրվենք սատանայի խաբկանքներին, Տեր, գայթակղություններին,
որպեսզի չկորցնենք այն ճշմարտությունը, այն քաղցրությունը, որ դու ունես, Տեր։ Զորեղարքա խնդրում ենք, օգնի մեզ, որ ամեն դժվարությունները, ամեն փոթորիկները մենք կարողանանք անցնել, Տեր։ Ամեն տատանումները, ամեն փորձությունները, Տեր, ամեն ֆինանսական փորձությունները, Տեր, ամեն առողջական փորձությունները, Տեր, ամեն ընտանեկան փորձությունները, Տեր, խնդրում եմ, աշխատանքային փորձությունները, Տեր, ես խնդրում եմ, որ դու օգնես մեզ, որովհետև դու կարող ես, մենք ճանաչում ենք քեզ, Տեր, մենք գիտենք եւ ճանաչում ենք քեզ, Տեր, մենք իմանում ենք, որ դու կարող ես անել, դրա համար էլ խնդրում ենք քեզ, Տեր, օգնի մեզ, Զորեղարքա, օգնի, որ այս փոթորիկները կանգնեն, Հայր Հիսուսի անունով, Զորեղարքա, այն թղթի պակասը, Տեր, ով որ թղթի կարիք ունի, ով որ ամուսնության կարիք ունի, Տեր իմ Աստված, այդ փոթորիկները հանդարտեցրու, Տեր, խոնարհեցրու, Տեր, Զորեղ Աստված, մենք ճանաչում ենք, մենք գիտենք, որ դու ունես այդ զորությունը, այդ հնարավորությունը եւ դրա համար խնդրում ենք քեզ եւ դրա համար մեր աղաղակն ենք բարձրացում դեպի քո գահը, Տեր, մենք աղաղակում ենք դեպի քեզ, Տեր, դրա համար խնդրում ենք, որ դու պատասխանես, Տեր, խնդրում ենք, որ քո ականջը դնես մեր աղաղակին, Տեր, Հիսուսի անունով, Զորեղարքա, եւ տաս քո պատասխանը, քո կենթանի պատասխանը, Տեր իմ Աստված, ամեն մեկիս խնդիրների վրա, Տեր, Զորեղարքա, մեր ժայռը, մեր հույսը, մեր հնարավորությունը դու ես, Տեր, մեր հնարավորությունը դու ես, Հիսուս, մեր տունը, մեր հավատքը կառուցված է քո վրա, մեր Հիսուս, անսասան, եւ դրա համար այս փոթորիկները ու անձրևները, ջրերը, որ բարձրացել են մեր կյանքերի մեջ, Տեր Հիսուս, մենք խնդրում ենք քեզ, որ դու լուծում տաս դրանց, Տեր, մենք արթնացնում ենք քեզ, Տեր, արթնացնում ենք քեզ, Տեր, արթնացնում ենք քեզ, Տեր Հիսուս, եւ ասում ենք, օգնիր մեզ, որ չխորտակվենք, օգնիր մեզ, որ չկորենք, Տեր, հալելույա, փառք ես մեր արքա, թանկագիններս, գիտեք, երբ որ Հիսուսը ներում է, երբ որ հանդիպում ես Հիսուսի հետ, ու Հիսուսը ներում է, ինքը հնարավորությունը տալի նոր կյանքի, այս օրվանից ու հետո, ապագա դու նոր կյանք ունես, ինչը որ եղել է մինչև այսօր, դու ոչինչ չես կարող փոխել այլևս, բայց այսօր դու կարող ես փոխել քո վաղը, այսօր այն ինչը որ դու իմացար, այն ինչ որ դու որ լսեցիր, այն հնարավորություն ու զորությունը որ դու ունես քո կյանքի մեջ, էդի դիր այսօր գործի մեջ, որ վաղը դու տենաս դրա արդյունքները։ Ու դրա համար քեզի ապագան երբևիցե չի վախացնի, որովհետև այն զորությունով, որ դու կշարժվես, այն զորությունով, որ դու կապրես, ինքը անմահ է ու զորեղ է։ Ամեն, ինքը քայլում է ջրերի վրա, ինքը ջրերը լռեցնում է, ինքը մեռելին հարություն է տալի, մահը իր վրա իշխանություն չունի, այդ զորությունը դու այսօր այս սուրբ հաղորդությունով ունես քո կյանքի մեջ, ոչ թե նրա համար, որ դու իմանաս, այլ դու էդի գիտես, ճանաչում ես, որովհետև էդի գործ ես դրել, ամեն հրամայի քո կյանքի բոլոր փոթորիկներին, երեքշաբթի օրը մենք այստեղ միաբան աղոթք ենք ունենալու ու հրամայելու ենք բոլոր փոթորիկներին լռել Հիսուսի սուրբ անունով։ Եկեք միասին աղոթենք թանկագիներս, եկեք միասին լռեցնենք ամեն փոթորիկները մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Տերը օրհնի քեզ։ Ես ուրախ եմ, որ ձեր հետ եմ։ Ես ուրախ եմ, որ մենք միասին ենք ու մի լավ ճանապարհ ունենք, ճանապարհով ենք գնում, որը տանում է դեպի Տիրոջ գահ։ Ամեն։ Հալելույա։ Էսի շատ հրաշալի ճանապարհ է։ Ամեն։ Ուրախ ես դու։ Դե վերցրա նրա գահից այս օրհնության խոսքերը քո օրհնյալ կյանքի մեջ։ Զորած Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ։ Ամենակարող Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Բարձրալ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ Հիսուսի անունով։ Ամեն։ Թանկագինս եկեք միասին ասենք. Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ մեր Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Ամեն։ Լինեք օրհնված։